ես ինչ որ պետք է այսօր խոսամ, սենց եմ վերնագրել, ոչ թե զորով, այլ հոգով։ Այս միտքը վերցրել եմ Զաքարիա մարգարեի մարգարեություններից, Զաքարիա 4-րդ գլխի 6-րդ խոսքից։ Այնտեղ այդ գլխի մեջ հրեշտակն է գալիս Զաքարիային եւ նա տեսիքներ է տեսնում, հետո Զաքարիան հարցնում է, այս ինչ է, այն ինչ է, հրեշտակն էլ հերթով բացատրում է եւ հետո ասում է Զորաբաբելին կասես, որ ոչ ուժով է, ոչ զորությունով է, այլ իմ հոգով է։ Այսպես է ասում Տերը։ Ով էր Զորաբաբելը։ Զորաբաբելը Դավթի սերունդից էր, Դավթի ապու թորներից, ծորներից, այդտենց գալիս էր։ Հիմա չեմ հիշում կոնկրետ որերորդ սերունդից էր Դավթից հետո, բայց համենայն դեպս ինքը այն մարդն էր, այն սերունդն էր, որից որ ծնվեց Հիսուսը։ Եվ երբ որ իրան ասում է հրեշտակը, որ ոչ ուժով է, ոչ էլ զորությունով, նկատի ունի մարդկային ուժը, մարդկային զորությունը, որովհետև հոգևոր բաները մարդ չի կարա իր ուժով, իր զորությունով անի։ Ինչքան էլ ուզում է մարդ խելացի լինի, իր խելքով չի կարա հայտնություն ստանա։ Որքան էլ որ մարդը ուժեղ լինի, իր ուժով չի կարող որևէ զորություն դրսևորել, որևէ զորություն ցույց տալ, այն զորությունը, որ Սուրբ Հոգու պարգևներից է բխում։ Այսինքն մարդը ինչքան էլ որ ուզում է հայտնի կերպար լինի, հայտնի դեմք լինի, ճանաչված անձնավորություն լինի, մեծ հեղինակություն, մեծ հնարավորություններ ունենա, Սուրբ Հոգու գործը իր հնարավորություններով չի կարող անել։ Որովհետև այն ինչը որ մարդը ունի, դա մարդկային է, բայց այն ինչի մասին մենք որ ուզում ենք խոսենք, դա հոգևոր է։ Որովհետև հոգևոր բանը հոգևոր ձևով է քննվում։ Եվ հոգևոր բանին մարմնավոր ձևով չես կարող քննես։ Անցնենք առաջ։ Ինչ է նշանակում ոչ թե զորությունով, ուժով, այլ իմ հոգով։ Մենք ավետարանի մեջ շատ տեղեր ենք հանդիպում, որտեղ որ Սուրբ Հոգին իրան դրսևորում է։ Եվ ամեն անգամ, երբ որ ես ճիշտ ասած սկսեցի նայել կոնկրետ տեղեր, որտեղ որ Սուրբ Հոգին ինքը ի հայտ է գալիս ու ինչ որ բան է անում։ Եվ թվով համարյա 50 տարբեր բաներ տեսա, որ Սուրբ Հոգու հայտնությամբ դա տեղի է ունենում։ Եվ հետո որ շարունակություն ուզեցի անեմ, մոտավորապես այնքան շատ էր, որ հաստատ չեմ հասցնի խոսամ, էլի։ Հիմա չեմ ասում այդ 50 պետք է ասեմ, որովհետև այնքան շատ է։ Եվ ես մի բան հասկացա, որ մարդու կյանքը, որպեսզի ես երկրի վրա ապրի, ցանկացած բանի համար Սուրբ Հոգին ինքը պատասխան ունի։ Ցանկացած բան։ Ինչ ես ուզում։ Եթե քո համար որևէ հարց կա, որ դու չգիտես, մտածում ես, ոնց անես, ինչ անես, Սուրբ Հոգին դա գիտի ոնց անի։ Ցանկացած բան։ Այն ինչ որ մարդու համար անհնար է, իր համար հնարավոր է։ Օրինակ Հիսուսը երբ որ երկրի վրա էր, ու ինքը շուշուտ ասում էր, չէ, որ ես պետքա գնամ աշակերտներին։ Ու մի օր երբ որ նստած խոսացել էր, արդեն նորից ասել էր պետքա գնամ, աշակերտները տխրել էին։ Հովհաննես ավետարանի մեջ է այդ մասին ասում 16-րդ գլխում։ Եվ Հիսուսը ինչ ասում աշակերտներին, ասում է դուք մի տխրեք, որ ես պետք է գնամ։ Որտեվ այն որ ես պետք է գնամ, դա լավ է։ Ձեր համար է լավ։ Իմ գնալը ձեր համար լավ է։ Ձեր օգուտի համար է, որ ես պետքա գնամ, որովհետև իմ մնալով այս պահին լավ է, որ ես ձեր հետ եմ։ Աշակերտների համար ինչի համար, տեսեք, իրանք 3 տարի ապրել էին իրար հետ։ Իրար հետ քնել էին, նկատի ունեմ, իրար հետ ապրել էին։ Իրար հետ հաց էին կիսել։ Հիսուսը լիքը հրաշքներ էր արել, այդ մարդիկ Հիսուսի հեղինակ, Հիսուսի շուքի տակ ապրում էին։ Այն ինչ որ Հիսուսն անում էր ու իրանք հպարտանում էին միգուցե, որ իրանց վարդապետը դեմք է, որովհետև իրոք դեմք էր։ Որովհետև ինքը հեղինակություն էր, որովհետև ամենտեղ իր մասին խոսվում էր, որովհետև ինքը այնպիսին մեկն էր, որի նմանը մինչև այդ չէր եղել։ Ու երբ որ ինքը միշտ խոսում էր, որ հեսա պետքա գնամ, աշակերտները այդ օրը տրտմեցին։ Ու երբ որ տրտմեցին, Հիսուսն ասաց՝ մի տրտմեք։ Ընդհակառակը լավ է որ պետք է գնամ, որովհետև ես որ գնամ, մխիթարիչը կուղարկեմ։
Հիսուս կարծում եմ հատուկ մխիթարիչ բառը օգտագործեց, որովհետև այդ ժամանակ միգուցե տեսավ աշակերտները տխրել էին, իսկ տխուր մարդուն մխիթարանք է պետք։ Տխուր մարդուն պետք է մեկը, որ կարողանա մխիթարի։ Երբ որ Հիսուսն ասեց մխիթարիչ կուղարկեմ, ես չգիտեմ աշակերտները այդ ժամանակ ինչ հասկացան, նրանով մխիթարվեցին թե չէ։ Բայց այս խոսքը մեր համար է կարևոր, որ մենք հիմա գիտենք, կարդում ենք ու հասկանում ենք, որ այդ մխիթարիչը այսօր արդեն մեր մեջ է։ Շատ մարդիկ կան, որ իրանք իրանց ներսում ունեն այդ տխրությունը, ունեն այդ խնդրեմը, շատ գիտեք, նույնիսկ մենք մեր մեջ երբեմն բաներ ունենք, որ մեր կողքի մարդը երբևէ միգուցե դա չի տենում, չի զգում, չի հասկանում, բայց ամեն մարդ ինքը իր ներսում ինչ որ մի հատ հարց, մի հատ խնդիր է ունենում, որ դա իրանն է, մենակ ինքը գիտի։ Մեկ էլ կարող է ինչ որ մեկի մոտ ում որ ինքը վստահում է, պատմել է, բայց այն ներքին խնդիրները կամ այն ներքին տրտմությունները, որ քեզ պատճառ է դառնում, որ տրտմես, ոչ մեկ չգիտի, բայց Սուրբ Հոգին գիտի դա։ Եվ հենց սրա համար է Սուրբ Հոգին, որ թույլ տաս, որ ինքը քեզ մխիթարի։ Այդ մխիթարությունը, գիտեք, սովորական մի հատ խոսք չի, սովորաբար երբ որ որևէ մեկը մահանում է, ասում ենք Տիրոջ մխիթարությունը, չէ՞։ Բայց դա սովորական մի հատ խոսք չի, որ այդ խոսքը ասես ու մարդը մխիթարվի։ Այդ մխիթարությունը մարդ պետքա զգա, մարդ պետքա վերաբրի, դա պետքա իսկական լինի։ Ոնց որ օրինակ ցավն է մարդը զգում, սուքն է մարդը զգում ու սգում, նույն ձևի այդ մխիթարությունը մարդ պետքա զգա ու մխիթարվի։ Դու չես կարա մարդուն ասես թող Տիրոջ իհարկե մենք ասում ենք, բայց դա ասելով չի, մխիթարությունը դա վերապրում է, որովհետև երբ որ Սուրբ Հոգու մասին ենք խոսում, ինքը անձնավորություն է։ Եվ այդ անձին դու պետքա վերապրես, չես կարող առանց վերապրելու մխիթարվես։ Խոսքով մենք սիրում ենք կենացներ ասել, չէ՞, կենաց ասելուց լավ ենք, մանավանդ մենք հայերս, բայց ավետարանը կենացների գիրք չի։ Մենք չենք կարող Աստվածաշնչի խոսքերը վերցնենք ու իրար ասենք, իրար մաղթենք։ Վատ բան չկա դրա մեջ, ես նկատի չունեմ, որ դրանից բան է փոխվում, բայց երբ որ մենք խոսում ենք կամ ասում ենք, դա ինչ որ ասում ենք պետքա կենթանություն ունենա, կենթանի լինի։ Ես հիշում եմ մի հատ մարդ, որ մի հատ տղա էր եկեղեցու ակտիվ ծառայության մեջ եւ իր պապան մահացավ ու բանն անում է, որ ինքը իր հորից շատ կապված էր, շատ եւ ինքը այդ ցավից չէր մխիթարվում, չէր հարմարվում, ոչ մի ձև տեղը չէր գտնում։ Մի խոսքով նենց էր, որ այս մարդը ինչքան էլ որ հա եկեղեցում էր, ինչքան էլ որ ծառայության մեջ էր, ինչքան էլ որ իր ասենք շփումները բանը տենց հոգևոր մարդկանց հետ էր, բայց ամեն դեպքում ցավը մնում է ցավ, մարդու սուքը սուք է։ Հիմա վերջը հավիճու չի կորցրել, իր հորն է կորցրել։ Ու ինչքան էլ որ մենք մոտենանք, ասենք, բան, հա, այդ պահին դու ուզում ես ինչ-որ մի բան ասես, որ իրան կօգնի։ Եվ մենք ասում ենք, այդ Տերոջ մխիթարությունը Սուրբ Հոգով մխիթարվեց, բայց այդ մարդը չէր մխիթարվում, մեր խոսքերը իրան չէր տաքացնում։ Եվ հետո ինքն է պատմում, ասում է իմ համար կարևորը այն էր, որ ես հասկանամ իմ հորը ես երկնքում վերջը կտենամ, թե չեմ տենա։ Որովհետև իր հերը եկեղեցու մեջ չի եղել, եկեղեցու անդամ չի եղել, նույնիսկ ժամանակ ա եղել, որ բոստը հակառակ ա եղել եկեղեցուն, բայց ասում է մի օր տենց իմ մեջ աղոթում է, ասում է Տեր Աստված, իմ մխիթարությունը ոնց գտնեմ, էլի, ինձ ինչ ունես ասելու, ես ոնց հասկանամ, այդ մխիթարությունը ինչ է, հիմա ես ոնց ինձ մխիթարվածը զգամ։ Եվ ասում է այդ օրի մեջ ես սկսեցի հիշել շատ դեպքեր, որ իմ ու իմ հոր մեջ տեղի էր ունեցել։ Ասում եմ վերջի ժամանակները ես հիշեցի, որ իմ հերը մի օր ինձ ասեց, իմիջիայլոց իր պապան հիվանդությունից է մահացել, ծանր հիվանդությունից, ու ասում եմ մի օր հիշում եմ, որ ինքը ասեց մենակ ես ու երկուսով էինք ու ինքը ինձ ասեց տղա ջան, ինձ մենակ այնտեղ կարան օգնեն։ Ասում է, երբ որ ինքը տենց ասեց, հիշեցի, որ ես իրան հարցնում եմ, կուզես քո համար աղոթեմ, ինքը ասում է հա։ Ու հետո հիշեցի, որ ինքը այդ ժամանակ, որ հիվանդ էր, մենք իր համար հոգևոր բաներ էինք դնում, ու ասում եմ, ուրիշ ժամանակներում ինքը չէր լսում, ընդհակառակ ասում էր անջատեք կամ փոխեք, այս անգամ ինքը համբերատար լսում էր այդ բաները։ Ու ասում եմ, ես հասկացա, որ որոշ բաներ ամեն դեպքում պատահել է, որ ինձ հույս է ներշնչում։ Հետո ասում եմ, հիշեցի այն խոսքը, որ Աստվածաշնչում ասում է հավատա ու կփրկվես դու եւ քո ամբողջ տունը։ Հետո հասկացա, որ ասում է հիշեցի այն խոսքը, որ ասում է արդարի ջերման աղոթքը մեծ ազդեցություն ունի։
ասում եմ տեջ սենց մի հատ խաղաղություն եկավ, հանգստություն եկավ, որ ես հասկացա, որ ես անպայման իրան պիտի տենամ այնտեղ։ Ու ասում եմ այդ բանին այնքան ես ռեալ զգացի, թե ինչա մխիթարությունը։ Ես այս խոսքերից հետո մխիթարվեցի, որովհետև ես հասկացա, որ ես իմ հորը չեմ կորցրել, ես իմ հորը պիտի հանդիպեմ այնտեղ։ Եվ հենց էսա, որ Սուրբ Հոգին ինքը ասում է ես մխիթարիչ եմ, որ Հիսուսն ասում է ես մխիթարիչ կուղարկեմ։ Որ չէ որ այդ մխիթարությունը այս մարդը չվերապրեց, ինքը չհասկացավ այդ մխիթարությունը ինչ է կամ մխիթարված ելնելը ինչ է։ Եվ երբ որ Սուրբ Հոգին Հիսուսն ասում էր կուղարկեմ, ինքը ասում է ես կուղարկեմ, որ իրար հետ ապրեք։ Ոչ թե որ իմ բացակայությունը դուք կզգաք, այլ ընդհակառակը ամեն մեկը կզգաք իմ ներկայությունը։ Ոչ թե մենակ դուք այդ 12 հոգիդ, այլ ամեն տեղ իմ խոսքը պետք է խոսվի եւ ես այնտեղ ներկա կլինեմ։ Որովհետեւ ամեն ինքը հոգի է, չէ՞։ Ինքը հոգի է եւ ամեն տեղ է, չկա մի տեղ որտեղից որ ինքը բացակայ է։ Սաղմոսների մեջ ասում է ես քո երեսից ուր պետք է փախչեմ։ Ելնեմ երկինք, դու այնտեղ ես, իջնեմ դժոխքի խորքերը, դու էլի այնտեղ ես։ Որովհետև ամեն թագավորություն, ամեն իշխանություն, ամեն բան իր առաջ հնազանդված է, հնազանդեցված է։ Սուրբ Հոգին է Տերը։ Եվ Հիսուսը հենց այս համարեց, որ ասեց լավ է որ գնամ։ Ինքը սա նկատի ուներ, լավ է որ գնամ, որովհետև ես որ գնամ, այն ժամանակ դուք հաստատ մենակ չեք մնալու։ Որովհետև ես որ գնամ, ինքը հաստատ կգա։ Դրա համար ասեց մի տխրեք, ինքը գիտեր ինչ է ասում։ Ինքը գիտեր, որ այսօր մենք իրանից շնորհակալ ենք լինելու, որ Սուրբ Հոգին մեր մեջ է։ Մենք ֆիզիկապես Հիսուսին չենք տենում, մենք ֆիզիկապես իր հետ չենք առնչվում, բայց իր հոգու ներկայությամբ, իր հոգու մեջ մենք իր հետ հաղորդակցվում ենք։ Եվ սա մեր պատճառը, սա է այն խոսքը, որ ասում է քո խելքին մի վստահի, քո ուժին մի վստահի, խելքից զոր մի տու, այլ հավատ հոգով շարժվի։ Քո գործը քո խելքով չես կարող անես։ Քո գործը քո ուժով, քո կարողությունով չես կարող անես, բայց եթե հոգով շարժվես, ամեն բան հավատացողին կարելի է։ Երկրորդ բանը, որ ես ուզում եմ խոսեմ, սա է, երբ որ Ղուկաս ավետարանի մեջ հրեշտակը եկավ Մարիամին հետ խոսելու, հիշում եք, չէ՞, այդ պատմությունը, որ պետքա Մարիամը գիտեք ով է, Հիսուսի մաման։ Ղուկաս ավետարանի իր առաջին հենց գլխում է գրված, եւ երբ որ իրան ասես դու կհղիանաս եւ այլ եւ մի որդի կծնես եւ իրան ու Հիսուս կդնես եւ ինքը փրկիչալ փրկիչն է եւ ինքը կփրկի եւ այլ իր ժողովրդին, Մարիամը այդտեղ զարմացած ու ասում է, բայց դա հնարավոր չի։ Դա հնարավոր չի, ասում է, ո՞նց հնարավոր է տենց բան։ Ով է լսել, ով է տեսել, այդ որ ասում էի փորձառություն, փորձառաբար չկար տենց բան, որ ինչ որ մի հատ կույսը ծննդաբերի։ Կույսից հնարավոր չի, որ ինչ որ մի բան ծնվի։ Նախ եւ առաջ ինչ որ մի բան պետք է լինի, չէ՞։ Ու Մարիամը ասում է, տենց բան չկա, հնարավոր չի։ Դա աբսուրդ է։ Ում է ասում, հրեշտակի է խոսում։ Նու, ես ամեն ինչ որ ասում եմ, ինքը հենց բառացի էսի չի ասում։ Ասում զարմանում է, չէ՞, ասում է ո՞նց կլինի տենց, որովհետև ինքը փորձառաբար գիտի, որ պատմության մեջ տենց դեպք չկա։ Դա կենսաբանորեն հնարավոր չի։ Դա գիտությամբ հնարավոր չի։ Ոչ մի ձև դա հնարավոր չի։ Բայց հրեշտակն ասում է, մի անհանգստացի, Սուրբ Հոգին քեզ հովանի կլինի։ Երբ որ Սուրբ Հոգին է մարդուն հովանի լինելը նկատի ունի, որ Սուրբ Հոգու ներկայությունը կգա քո վրա։ Երբ որ ասում ենք հովանի, դա այդ Սուրբ Հոգու ներկայության մասին է խոսքը։ Երբ որ ասում է Սուրբ Հոգու ներկայությունը կգա քո վրա, այն ժամանակ դու կհղիանաս։ Մարիամը սա էլ չէր տեսել փորձառությամբ։ Ինքը երբևէ Սուրբ Հոգու ներկայությունը երևի չէր վերապրել։ Ինքը դա էլ չգիտեր։ Բայց փաստը այն է, որ երբ որ Հիսուս խոսում է հրեշտակը ու ասում է դու քո փորձառությանը մի վստահի։ Դու քո խելքին մի վստահի։ Որովհետև սա խելքի հարց չի։ Դու չես կարող խելքով տրամաբանորեն սա հասկանաս։ Դու պետք է ուղղակի հավատաս ու վստահես եւ թույլ տաս, որ Սուրբ Հոգին իջնի քո վրա։ Որովհետև ոչ թե մենք պետք է թույլ տանք մեր փորձառությունը մեզ կառավարի, այլ պետք է թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեզ կառավարի։ Երբեմն մեր փորձառությունը մեզ ավելի շատ բացասական բաներ է հուշում, որովհետև փորձառաբար մենք արել ենք, երբեմն չի ստացվել, երբեմն տեսել ենք ուրիշները, որ ձախողվել են, երբեմն մենք հասկանում ենք, որ դա որևէ բան հիվանդը ոնց կարող է բժշկվի։
ծանր հիվանդ է, հա, գլխացավը բուժվում է եւ այլ, մեկ-մեկ կարող է լուրջ հիվանդություններ, բայց գիտությունը, փորձառությունը, պրակտիկան մենք մեր կյանքում, մեր առօրյայում այնքան դեպքեր ու պատահարներ ենք տեսնում, բայց ինչի չեն բուժվում, բայց ինչ են լավանում։ Գիտեք, մենք երբեմն այնքան վատ սխալ փորձառություններ ենք ունեցել, բայց դա չի նշանակում, որ դա ճշմարտություն է, որովհետեւ այն փորձառությունները, որ մենք տեսել ենք կամ ապրել ենք, դա եղել է վատ փորձառություն։ Մենք չենք հիմնվում այդ վատ փորձառությունների վրա, մենք հիմնվում ենք Սուրբ Հոգու վրա, որ ասում է, երբ որ Սուրբ Հոգին Հովանի կլինի քեզ Մարիամին ասում, այն ժամանակ ամեն անհնարին թվացողը հնարավոր կդառնա։ Մենք երբեմն իսկապես կարիք ունենք ուղղակի Սուրբ Հոգով լցվելու, որովհետև շատ բաներ կա, որ մենք գիտենք, որ ճիշտ է եւ այդ ճիշտը ասում ենք։ Երբեմն սովորություններն ա մեր մեջ խոսում քրիստոնեական, երբեմն եկեղեցական, ամեն անգամ տարբեր պատճառներ կա, տարբեր սովորություններ կա, որ այդ սովորություններով մենք խոսում ենք ճիշտ բաներ, բայց մինչև որ Սուրբ Հոգով մենք չլցվենք, մեր խոսքերը ուղղակի դատարկ բան են։ Միգուցե մեր խոսքերը տպավորեն, միգուցե մեր խոսքերը տպավորիչ լինեն, բայց մեր խոսքերի մեջ ազդեցություն չի լինի։ Մեր խոսքերը երբ են դառնում ազդեցիկ, երբ որ մեր խոսքերը դուրս են գալիս Սուրբ Հոգու ներկայությունից, երբ որ դրանք դեղից են ծնված։ Խոսքը ազդեցություն ունի, խոսքը իսկապես փոխում է մարդու կյանքը, որովհետև Ավետարանն էլ ասում է, քո խոսքերով պիտի արդարանաս կամ դատապարտվիս, բայց որ խոսքերով, այն խոսքերիցը, որ խոսքերը որ դուրս են գալիս Աստծո ներկայությունից ծնված, այսինքն Սուրբ Հոգու հայտնությունից ծնված։ Երբ որ մենք խոսք ունենք, որ ծնված է Սուրբ Հոգու հետ հարաբերությունից կամ հաղորդակցությունից, դրանք կենթանություն կառնեն, բայց եթե դու խոսք ունես, որ այնտեղից չի, գիտեք, դժոխքից էլ են խոսքեր դուրս գալիս։ Մենակ երկնքից չի այդ խոսքը գալի։ Խոսքեր կան երկնքից, խոսքեր կան դժոխքից։ Հիմա նայած թե դու որ խոսքերին ես հավատում եւ որ խոսքերին ես դու շարունակ ասում։ Երբեմն դու նայում ես ասում ես բան դուք չի գա, երբեմն դու նայում ես ասում ես չի ստացվի։ Դրանք այն խոսքերն են, որ Սուրբ Հոգու ներկայության մեջ է ստացել։ Դրանք այդ ներկայությունից է ծնվել, թե դա քո գիտակցության մեջ եկած, քո հին ժառանգաբար փոխանցված գիտակցությունն է, տրամաբանությունն է, ենթագիտակցությունն է, չգիտեմ ինչ անուն ուզում ես դի, որտեղից ես դու խոսում կամ արտահայտվում։ Նախորդ մինչև որ մենք մի բան ենք ասում, գիտեք, մենք կարիք ունենք մի 10 հատ, մինչև 10 հաշվենք, որովհետև այդ ժամանակը որ դու կարող ես մի հատ ստապեցնել, քեզ մի հատ հանգստացնես քո ներսում, հետո նոր արտահայտվել, որովհետև քո ամեն մի խոսքը ինքը իրականություն դառնալու հատկություն ունի։ Եվ դրա համար շատ կարևոր է, թե որ քո խոսքը որտեղից է։ Երկնքից, թե մարդկային։ Ինչ որ մարդկային է, մարդկային էլ կմնա, բայց այն ինչ որ երկնքից է, կյանքում փոփոխություն կբերի։ Երբ որ ես ասացի, որ մենք սիրում ենք շատ ժամանակ փոփոխություններ անել, փոխել ինչ որ բաներ, այդ փոփոխությունները մենք չենք կարող անել սովորական մեր այս խոսքերով։ Երբեմն մենք ուզում ենք կողքինը փոխվի։ Մեր ընտանիքի մեջ ինչ որ մեկը փոխվի, ինչ որ մեկին խնդրում ենք ինչ կլինի, հետը խոսա որ փոխվի, կամ խնդրում ենք ինչ որ մեկին որ աղոթի, աղոթելը լավ է իհարկե, բայց փոփոխությունը միգուցե դու ինքդ կարիք ունես փոխվելու։ Միգուցե դու ինքդ կարիք ունես փոխվել։ Ես հիշում եմ մի հատ մարդ, որ Աֆրիկայից էր, սևամորթ, մի հատ եվրոպական երկրում հովիվ է լինում, ծառայում է, հովություն անում, ու իրան ասում են, որ ինչ կլինի գնա քո երգիր էլի, անդադ տես կապիկ, բանան եւ այլը։ Այս մարդը նեղված սրտի մեջ գալիս Աստծո առաջ ասում է Տեր, ինչ կլինի էլի, փոխի ես մարդկանց, էլի, վերջը փոխի թող ապաշխարեն, էլի, մինչեւ երբ պետքա, մինչեւ ինչքան պետքա համբերեմ։ Ու Աստված ասում է, լսի, այս մարդիկ 46 միլիոն են։ Կլինի այ մենակ քեզ փոխեմ, բրծնեմ։ Ավելի լավ է քեզ փոխեմ, քան այս 46 միլիոնին։ Որովհետև շատ անգամ մենք փորձում ենք կամ ուզում ենք մեր կողքինը փոխվի, մենք ինչ որ մի մեկին փոխենք, ու անդադ կենտրոնանում ենք այդ մեկի վրա, այս մեկի վրա։ Ես իհարկե սրտացավությունից ելնելով ես ուզում, մտածում ես իր լավի համար, իր հաջողության համար, բայց մենք կարիք չունենք ուրիշներին փոխելու համար մտածենք։ Դու փոխվի, այդ քո կողքինը ինքը կփոխվի, որովհետև մենք չենք որ փոխում ենք։ Ինչ որ մեկին որ խնդրում ես, ինքն էլ չի կարա փոխի։ Միակ փոխողը դա Սուրբ Հոգին է։ Եթե Սուրբ Հոգին չկա, ով ուզում է ինչ ուզում է խոսա, ոչ բան չի կարա փոխվի, ոչ բան չի կարա շարժվի։ Երբ որ Սուրբ Հոգին է իջնում մի վայրի մեջ միտեղ, այդտեղ է շարժը սկսվում։ Դու չես կարող մարդուն բզելով իրան շարժես։ Դու բզելով կարող ես ցավացնես, բայց դու բզելով չես կարող իր ներսը բան փոխես։ Որովհետև փոփոխությունը դա Սուրբ Հոգու հետ հաղորդակցության հետևանք է։ Ես տեսել եմ մարդկանց, ովքեր որ փոխված մարդիկ են, ու ես չեմ լսել, որ իրանք փորձեն ինչ-որ մեկի փոխեն։
Միշտ ասել են մենք պետք է փոխենք։ Հոգևոր մարդիկ սովորաբար այտենց են ասում, ես պետք է փոխվեմ, մենք պետք է փոխվենք։ Երբեմն իհարկե խոսում են, ասում են տարբեր մարդուց, տարբեր մարդկանցից, բայց երբեք չեն կենտրոնանում ուրիշների սխալների վրա, ուրիշների կյանքի վրա։ Որովհետև երբ որ քո կյանքը փոխված է, դու քո կյանքն ես ապրում, այն մարդը իր կյանքն է ապրում, բայց քո փոփոխությունը կարող է նպաստի, քո Սուրբ Հոգով լեցված լինելը կարող է ազդի։ Երբ որ մարդը Սուրբ Հոգով լցված չի, անդադ ուզում է ինչ-որ բան փոխվի, բայց երբ որ մարդը Սուրբ Հոգով լցված է, դու չես էլ մտածում ինչ-որ մեկին փոխելու մասին, ամեն ինչ փոխվում է։ Փոխելը իմ ու քո գործը չի, փոխելը ընդամենը հետևանքն է։ Փոխվելը ընդամենը հետևանք է, դա նպատակ չի, մենք չենք ապրում փոխվելու համար, մենք ապրում ենք Սուրբ Հոգով լցվելու համար, մեր կյանքը ապրում ենք Սուրբ Հոգու հետ։ Եվ հաջորդ բանը, որ մենք տեսնում ենք, դա ինչն է, որ Հիսուսը անապատ տարվեցավ, ու ասում է այնտեղ փորձվեց։ Բայց կարևորը այդ փորձությունների մասին չի, կարևորը այն է, երբ որ ինքը անապատից հետ է գալի, ասում է հոգիով զորացած էր հետ գալիս։ Տեսնում եք, ինքը որտեղից էր հետ գալիս, եկեղեցուց, թե անապատից։ Ինքը հոգևոր վիճավայրից էր գալիս, թե անապատից։ Սովորաբար, երբ որ մենք անապատը կարդում ենք Աստվածաշնչի մեջ, դա խորհրդանիշն է հոգևոր սովի, չորության, այն տեղը, որտեղ որ անեծքներ եւ այլը, չէ։ Բայց Սաղմոսների մեջ ասում է, քո անապատը պետք է ծաղկի, պտղաբեր այգի դառնա։ Որ դեպքում, երբ շատ անգամ մարդ բողոքում է իր դժվարությունից, իր նեղությունից, որ լավ չի, դժվար է, մի տեսակ անապատ է, Աստծո ձայնը չեմ լսում, հայտնություն չկա եւ այլը։ Գիտեք, այդ ամեն ինչը ես մարդկայնորեն եմ վերաբերվում։ Առանձնապես լուրջ դրա համար բան չունի, որ ես լուրջ վերաբերվեմ, հա, եղբայր ջան, քույրիկ ջան, ճիշտ ես ասում։ Անապատ ոչ առաջինն ենք, ոչ վերջինն ենք։ Անապատում շատ հոգևոր հայրեր են անցել։ Ամենամեծ անապատ, ամենաերկար ժամանակով, որ անցել է, դա Մովսեսն էր։ 40 տարի անապատի մեջ զոքանչի հետ։ 40 տարի։ Հիսուսը 40 տարի չմնաց, բայց 40 օր մնաց։ Բայց երբ որ անապատից դուրս էր գալի, ինքը զորացած դուրս եկավ։ Ասում է հոգեով զորացած էր։ Եվ երբ որ մտավ Գալիլեա, ասում է իր հեղինակությունը ամբողջ Գալիլեայում տարածվեց։ Մարդիկ անապատից բողոքում են, բայց մարդիկ էլ կա անապատից հետո մտան խոստացված երկիր, մարդիկ կան, որ անապատից հետո զորացած դուրս եկան։ Հիմա քո անապատը ես չգիտեմ դու ունես թե չունես, փառքասու եթե չունենաս, կամ չգիտեմ լավად որ չունես, թե վատը որ չունես, բայց մի բան կարևոր է որ դու իմանաս, անապատի մեջ ոչ թե դու պետք է տրտնջաս, անապատի մեջ դու պետք է ուժեղանաս։ Այդ անապատը ոչ թե այն է, որ Ярաբ խինգաս տեղ տեր բախի ինձ հետ ինչի համար ես խի միշտ ինձ հետ խիա միշտ իմ գործը սենց զրնում խի մոտա միշտ գիտեք բոլորի մոտ էլ միշտ տենց է ալնում մենակ դու չես բոլորն էլ իրանց կյանքում այդ արտահայտությունը արել են որ իմը միշտ սենց է լինում իմ գործը միշտ թարս է ալնում դա այդ խոսքը հիմա ուզում հասկանամ դա որտեղից է գալի եթե դու տենց խոսաս քո գործը միշտ էլ տենց կմնա Եթե դու տենց ես մտածում, Հիսուսին էլ եկան, ասեց, չէ, ասեց, սոված էր, Հիսուս սոված էր, ասեց, բայ եթե Աստծո որդի ես, կամ գրված է, չէ, հացը, բան, քարին ասա, հաց դառնա, քեզ տեղից գցի, գրված է, հանգիստ տեղի դու, բան չես ըլնի, չես մեռնի, գրված է, գրված։ Դու էլ կարող մտածում ես, բա տեր, երբ որ սենց հավատքի եմ, խի այսի սենց, խի այնենց էնի հավատքի մեջ չի, բայց լավ է, ես Հասկանում եք, այդ ամեն ինչը մարդկայնորեն ես հասկանում եմ, որ ինչ որտեղ մարդը կարա արդարացիորեն հարցեր ունենա։ Մենք էլ որպես մարդիկ մեր մեջ այդ հարցեր ունենում ենք։ Բայց ցանկացած հարցի համար Աստված ունի պատասխան։ Եվ այդ պատասխանն էլ հենց էս է, որ երբեմն մենք այդ պատասխանը չենք հասկանում։ Երբեմն մենք այդ պատասխանը չենք գտնում։ Եվ շարունակում ենք փնտրել, խնդրել, որ Տեր, տուր, որտեղ ես, ինչ ես, թակենք, որտեղ թակենք, որ դուռն է, չգիտեմ, չեմ տենում, չեմ գտնում, ու շարունակ ուզում ես բան մանգաս։ Բայց երբ որ Սուրբ Հոգին է քո կյանքիդ մեջ հյուր գալի, երբ որ դու հանդիպում ես ունենում Սուրբ Հոգու հետ, մի տեսակ ներսդ ուրիշ բան է փոխվում։ Ոչ թե դու քո հարցերի պատասխանն ես գտնում,
այնպես չի որ հենց Սուրբ Հոգով լցվում ես մի անգամ, ուղղակի ներսդ խաղաղություն է գալի։ Ուղղակի ներսդ խաղաղություն է գալի, բան չի փոխվում, քո հարցերը, ինչ հարցերը որ դու ունեիր, էլի մնում այդ հարցերը։ Էլի տենց անպատասխան, բայց գիտեք ինչն է փոխվում։ Դու սկսում ես վստահել իրան ուղղակի։ Դու չգիտես ոնց կլուծվի։ Դու էլի չես տենում այդ պատասխանը, այդ լուծումը դու քո մեջ չես տենում, բայց դու վստահում ես իրան։ Այդ վստահությունը երբ է ծնվում, երբ որ մարդը վստահում է Սուրբ Հոգուն, երբ որ մարդը լցվում է Սուրբ Հոգով, այսինքն այդ վստահել ասելը մենք էլի ասում ենք գիտակցաբար, որ այո, մենք վստահում ենք, մենք մտքով, մեր ուղեղով ենք դա ասում, բայց երբ որ դու դա վստահությունը քո մեջ ծնվում է, երբ որ իր ներկայությունն ես վերապրում, այդ է օրիգինալը, այդ է իսկականը, որովհետև մտքովը դա ուղեղին զոր տալն է, որ անիմաստ է, բայց հոգովը դա հենց այն է, որ դու ուղղակի ապրում ես իր հետ եւ դու վստահում ես իրան, որ քո հարցերի համար ինքը գիտի հոգ տանել, քո համարն է գիտի, եթե երկնքի թռչունների համար հոգա տանում, եթե դաշտի շուշանների համար հոգա տանում ու տենց հագցնում է, ինքը քեզ համար էլ է հոգ տանում։ Ուղղակի երկնքի թռչունները ասում է ոչ ցանում են, ոչ պանում են, դաշտի շուշաններն էլ ոչ մի բան չեն անում, ոչ առնում են, ոչ ծախում են, ոչ թխում են, ոչ եփում են, բայց ամենալավն են, սիրուն են հագնվում, որ Սողոմոնն էլ այդպես չի հագնվել։ Հիմա դու ինչ ես ուզում, քո համար ով հոգ տանի, քո խելքը, քո միտքը, քո հոգս քաշելը, թե Սուրբ Հոգին, թե Աստծո հնարավորություններն ես վստահում, որովհետև չէ ասում է քո ուժով, ասում է քո մի մազն էլ չես կարող գույնը փոխես, սևացնես կամ սպիտակացնես, նկատի ունի բնական սպիտակը կամ բնական սևը։ Քո ուժով դու դա չես կարող անես, բայց եթե դու վստահես Սուրբ Հոգուն, բայց եթե դու վստահես իրան, եւ ինչ է նշանակում, եւ երբ է գալի այդ վստահությունը, երբ որ մարդը հաղորդակցվում է այդ հոգու հետ։ Դա հենց ուղակի մեր այստեղին այստեղ բան չի, որ կրկնենք այդպես ու այդպես լցվենք։ Դա պարզ հաղորդակցություն է, ուղղակի հաղորդակցվել իր հետ, ոնց հավատքով, որովհետև ինքը մենք հիշեցինք այն խոսքը, չէ, որ մինչև երկնքի վերևները գնաս, այնտեղ է դժոխք իջնես, էլի այնտեղ է, ինքը ամենուր է, ինքը երկրի վրա է, մյուս տեղ ասում է ինքը ձեր մեջ է, ձեր ներսում է, չէ, ասում է դուք տաճարն եք, այդ տաճարի մեջ է, եւ պետք չի ուրիշ տեղ փնտրել իրան։ Ինքը ամենուր է, ամենտեղ է, դու որտեղ որ կաս, ինքը այդտեղ կա։ Քեզ պետք է ընդհանրապես հաղորդակցվել իրան, խոսա իր հետ, կիսվի իր հետ, բացատրվի իր հետ, երբեմն պետք չի ոչ մի բան ասես, ուղղակի լռի իր հետ։ Ես հիշում եմ մի հատ տղա կար, որ ամուսնացավ անավատ աղջկա հետ եւ իրան շատ դեմ էին այդ ամուսնությանը, որովհետեւ եկեղեցիներում բնականաբար չի հաջալերվում, չի խրախուսում նման ամուսնությունները, որովհետեւ հասկանալի է, որ դժվարություններն ու խնդիրները ավելի մեծ կլինի։ Եվ երբ որ ամուսնացավ վերջո, անցան օրեր, ժամեր, տարիներ, վերջապես մի օր էս կինը, էս աղջիկը ապաշխարում է։ Եվ եկեղեցում գալիս է որ վկայի։ Եվ ինչ է ասում է, որ մեր տունը միշտ խնդիրներ էր լինում։ Երբ որ հարց էր լինում, ես ասում եի ինչ պետք է անենք, ինքը ասում էր արի աղոթենք։ Ասում եմ դե լավ էլի, հիմա աղոթեցի, հա լավ աղոթեցինք, աղոթքից հետո ինչ պետք է լինի։ Այս հարցը հիմա պետք է լուծենք, թե չլուծենք։ Ասում եմ ինքը միշտ ասում էր պետք է հավատանք։ Ասում եմ լավ էլի հավատանք, բայց գոնե դու մի բան պետք է անես, թե չէ։ Ասում է դե հիմա ինչ անեմ, ասում է вообще ոչ մի բան չգիտեմ ինչ անեմ։ Ուղղակի հիմա ես պետք է հավատամ, միակ բանը որ կարամ անեմ էդ է, ուրիշ բան չեմ կարա։ Ու ասում է միշտ խնդիր կար, այս sense բախվում էինք իրար հետ։ Ու ասում եմ մի օր այս խնդիրներով բանով ինքը գալիս էր եկեղեցի, ասում եմ դե ես էլ չէի գալիս, խուսափում էի հավատացյալների հետ շփվելուց, բայց ասում եմ այդ օրը ասեցի կարող է ես էլ գամ քո հետ, ասում եմ իրար հետ եկանք։ Եվ ասում եմ այդ օրը ես տենց չգիտեմ ինչ տեղի ունեցավ, բայց ասում եմ մի բան, որ տենց զգացողություններ ունեցավ, որ երբեք չէի ունեցել։ Ու ասում եմ ինքս ինձ սկսեցի համ լացել, համ ծիծաղալ, համ ուրախանալ, համ տխրել։ Ասում եմ իմ զգացմունքները sense տարբեր ձևի խառնվեց իրար։ Բայց վերջը այնց էր, որ այնքան լավ էի զգում, որ ասում եմ ինչ կլինի, էլի միշտ sense է լինի։ Ասում եմ ես չգիտեմ դա ինչ էր։ Բայց ասում եմ երբ որ տուն գնացինք, ասում եմ ասի sense բան, էսի ինչ, հա։ Էսի ինչ է, ասում եմ դե ինքն եմ նայում, ասում եմ ոնց որ փոխվել ես, ինչ ա եղել քո հետ, ինչ ա պատահել,
ասի սենց։ Հա, ասում, փաստորեն դու հանդիպում ես ունեցել Սուրբ Հոգի, Սուրբ Հոգին է քեզ հպվել, դու Սուրբ Հոգու ներկայության մեջ ես եղել։ Ասում, լուրջ էդի է տա։ Ասում, հա։ Ասում, այդ օր ես ասեցի, ես քո հետ համաձայն եմ, այս որ ես հիմա ունեմ, եթե միշտ ինձ հետ լինի, ինձ էլ ոչ մի բան միշտ պետք չի։ Որտեվ ասում եմ, դա ինձ զգացողություն էր, որ դու այնքան բավարարված ես, որ դու այնքան ապահով ես, մի հատ տեղ է, որ դու ոչ մի կարիքի մասին չես մտածում, որտեվ այդտեղ կարիք չկա, որտեղ այդտեղ միակ կարիքը այն է, որ դու հակի ուզում ես այդ ամեն ինչով լցվես ու լցվես։ Ու հասկացա, որ իրականում ինչ է նշանակում հավատքով աղոթել, հավատալ, որովհետև այդ կարողությունը, որ այդ ներկայության մեջ ասում եմ, ես այդ զգացի այդ վերապրումների մեջ, ես հասկացա, որ իսկապես սա գերբնական մի բան է, սա մարդու ուղեղի, մարդու հասկացողության հետ կապ չունի։ Ես չեմ կարող դա նկարագրեմ, բացատրեմ, թե ինչպես դա տեղի կունենա, ոնց կունենա, որովհետև դա տեղի ունենում ակնթարթորեն քո հավատքի միջոցով Սուրբ Հոգուն, քո անկեղծ ձգտելու այդ բանի մեջ է, որ ասում կանչեք ու ես կգամ, չէ, կանչեք կպատասխանեմ։ Ընդհանրապես դա պարզ անկեղծ ու իր հետ հաղորդակցվես ու կապ չունի քո խնդիրը։ Ինքը խնդիրների Աստված չի։ Դու մի փորձի քո խնդիրները մեծացնես իր առաջ։ Աստված ամենակարող Աստվածն է։ Եվ մենք իր հետ հաղորդակցվում ենք ոչ թե որ մեր խնդիրները լուծվեն, մենք իր հետ հաղորդակցվում ենք, որովհետև ինքը ուղղակի Աստված է։ Մենք իր հետ չենք հաղորդակցվում, որ իրանից ինչ-որ մի բան ստանանք նյութական։ Մենք իր հետ հաղորդակցվում ենք, որովհետև իր հետ լավ է։ Մենք իր հետ չենք հաղորդակցվում, որ ուրիշներին ինչ-որ բան ապացուցենք։ Մենք իր հետ հաղորդակցվում ենք, որովհետև մեզ դուր է գալի դա։ Մենք իր հետ չենք հաղորդակցվում, որ մեր գործերը հաջողվեն։ Եկեղեցի չեն գալի, որ եկեղեցում գալին, որ մեր ընտանիքի անդամների համար աղոթենք, Աստված իրանց պաշտպանվի։ Այսինքն մենք մոմ չենք վառում։ Մենք կրակ ենք վառում։ Մենք այդ Սուրբ Հոգու կրակով ենք լցվում։ Եվ հոգևոր կյանքը սրա մեջ է։ Եթե մենք հոգևոր կյանքը կապում ենք տուր, կտամ եւ այլը, մենք առևտուր չենք անում։ Եթե մենք մեր մտքի մեջ առևտուր ենք անում, գիտեք այդ առևտուրը որն է, որ այսօր ես եկեղեցի կգամ, դու էլի մամար ես արա։ Ես այսօր կկարդամ, լավ, այս շաբաթ արի մի քիչ Սուրբ Գիրք կարդանք, մի քիչ հոգևոր հարցեր կա։ Մի քիչ հոգևոր վիճակներից լավացնենք, որ տենց Աստված մեր հանդեպ տենց բարեգութ ողորմած երևա։ Սա առևտուր անելա, սա պարզամտություն է, տենց բան չկա, հոգևոր կյանքը այդպես չի։ Ուզում ես եկեղեցի արի, ես մարդ գիտեմ, որ եկեղեցի էլ է գնում, գիրք էլ է կարդում, հետաքրքիր աղոթքներ էլ անում, նարեկ էլ է կարդում, բայց եւ որ կողքի բոստանի կողով անցնում, մի հատ ուշադիր կողեր նայում է, եթե մարդ չկա, աչք չկա, հետաքրքիր ինչ կա այդ բոստանի մեջ, որ իրան պետք կգա։ Հոգևոր կյանքը սա չի։ Հոգևոր կյանքը դա ներսի քո մեջի մարդու կյանքն է, որ այնտեղից է փոխվում։ Իսկ այնտեղ փոփոխություն բերողը մենակ Սուրբ Հոգին է, որովհետև Սուրբ Հոգին ինքը ոչ մենակ մեզ այդ զգացողություններն է, որ մենք վերապրում ենք, Սուրբ Հոգին նաև մեզ սովորացնում է։ Չէ, ասում է Հովհաննես ավետարանի մեջ, ասում է 14-րդ գլխի մեջ, ասում է ինքը ձեզ կսովորացնի հենց այդտեղ, որտեղ որ ասում է նա մխիթարի ձեզ, հետո ասում է ինքը ձեզ ինչ որ ես ձեզ ասեցի, իմ ասածներ ինքը ձեզ կսովորացնի։ Մեր սովորելը այստեղով չի լինում, մենք այստեղով չենք կարող, էլի, ինչքան էլ ուզում է մարդ խելացի լինի, ուղեղին զոր տալով չի լինում։ Բայց երբ որ Սուրբ Հոգու հետ ներկայության մեջ ես, այդտեղից սկսում ես հայտնություններ ստանալ։ Հայտնությունը մարդը որտեղից է ստանում։ Ինստիտուտից, դպրոցից, հայտնությունը ստանում է Սուրբ Հոգու հետ հարաբերությունից։ Մարդկա հայտնություններ ստանում է ուրիշների քարոզից։ Հիմա դա էլ է լավ, դա էլ վատ չի, բայց դա ուրիշինն է։ Դա գիտեք, երբ որ մարդ ուրիշի հայտնություններից է կերակրվում, դա ոնց որ դու գնաս, այն սամարացի կինը հիշում եք, որ ասում է, «Էսի մեր հայր Հակոբի բանն է, փորած ջրհորն է, ունդից ջուր էր հանում»։ Էլի իր ծարավը բավարարում էր, բայց այն իր փորած ջրհորը չէր։ Այս Սուրբ Հոգու հետ հարաբերվող, հաղորդակցվող մարդը ինքը իր ջրհորն ունի փորած։ Ինքը ուրիշի ջրհորից չի բավարարվում։ Լավ է, չէ՞, այն մյուսը, որ Հիսուսը խնդրում էր այն կին ասում էր իմ երեխեքին արի բժշկի, Հիսուսն էլ բանի տեղել չէր դնում։ Բանի տեղել չէր դնում։ Կողքից ասեցին, դե ամոթ է, էլի ես մարդուն չես լսում, անդադ խնդրում է, վերջ ամոթ է, մի բան արա,
ասեց արժանի չի, որ երեխեքի հաց առնեմ ու տամ բանին, շներին։ Էդի ես չեմ ասեի, ես որ ասեի, կասեի, ինչ ես ասում։ Էդի Հիսուսն էր ասում։ Վինի քարոզիչ եկա մարդ։ Ասում էր, երեխեքի հացը ոնց առնեմ տամ շանը։ Բայց այդ կինն ասեց, բայց գիտես, երեխեքն էլ այդ շներն էլ այդ երեխեքի սեղանից ընկած հացի փշրանքներից են օգտվում։ Ու այդ ժամանակ Հիսուսն ասեց, բայց հալալ է քեզ։ Այնի չվիրավորվեց, չնեղացավ, չբան եղավ գնաց։ Ես ինչի համար եմ ասում, հայտնություն է պետք, բայց քո հայտնությունը։ Իմ համար լավ է, ես ինձի վայելում եմ քոնը, բայց քոնն էլ քո համար է, հələ փորձի տես ինչ հավես է։ Հələ փորձի մի հատ ջրհոր փորես ու տեղից ջուր հանես։ Դու դա կվայելես ու ուրիշներին է տուրը տեղից։ Դու ինքդ մատակարարի քո ունեցածից։ Հերիքա ուրիշների փորած ջրհորից խմես ու մի հատ էլ ուրիշներին ասես, բա գիտեք ինչ որ մեկը սենց ասեց, այն մեկը նենց ասեց։ Էդի լավ է, վատ չի, ամեն դեպքում վնաս չունի։ Բայց ուզում ասեմ, դու դրա համը չես զգա, մինչև դու ինքդ չփորես։ Մինչև դու ինքդ չմտնես դրա մեջ, մինչև այդ հաղորդակցության, այդ հարաբերության մեջ չմտնես, որովհետև հենց Սուրբ Հոգու իմաստը, որ մեր հետ է, դա է, որ մեզ սովորացնի։ Այդ հարաբերությունը, որ կա, հենց ամբողջը հենց դրա համար է, որ ինքը մեզ սովորացնում է։ Որովհետև երբ որ ինքն է սովորացնում, դա գերբնական ուսուցում է։ Երբեմն սովորաբար մարդիկ, որ գնում են դպրոց, ինստիտուտ, եկեղեցական տարբեր բաների, երբեմն լսում ես ուսուցումներ այնքան ձանձրալի է, շատ ներողություն անկեղծության համար։ Բայց երբեմն այնքան ձանձրալի է, որ ասենք, հա, դե լավ է գելի, բայց հետաքրքիր է, երբ որ Սուրբ Հոգին է սովորացնում, դու երբեք չես ձանձրանա, դու երբեք չես հոգնի, որովհետև ինքը ինչ որ ասում է, ցույց է տալի։ Հիսուսը ինչ որ սովորացնում էր, ցույց էր տալի։ Հիսուսն ասում էր բժշկություն, կգնաք ձեր կդնեք կբժշկեք ու ինքը ձեռեր դնում բժշկում, ասում էր այս սենց։ Հիսուսն ասում էր մեռելներ հարություն բան կանեք, ինքը գնում էր հարություններ տալի, ասում էր այս սենց, տեսակ։ Եվ հետո երբ որ եկավ աշակերտների հերթը, ասում է մի օր Պետրոսն ու Հովհաննեսը անցնում են գեղեցիկ դռան մոտով, տաճարի մոտ, տաճարի կողքով անցնում են եւ այդ դռան մոտ դուռ կար, որը կոչվում էր գեղեցիկ, դռան անունը գեղեցիկ էր։ Եվ ասում է դրա մոտ մի հատ կաղ էր նստած, իծնե։ Ու ասում է փող ուզեց իրանցից, իրանք էլ ասին մենք փող չունենք, բայց ինչ որ ունենք, էդի կտանք քեզ։ Ու ասում ասեցին Հիսուսյանով վերկաց ու մանեք։ Այն ինչ որ ունեին, բայց որտեղից ունեին էդի։ Իրանց այն հոգուց, որ Հիսուսը ուղարկել է, որովհետև դրանից առաջ ինքը իրանք Սուրբ Հոգով էին լցվել։ Եվ այդ զորությունը ոչ թե իրանց մարդկային զորությունն էր, որ այդ մարդուն հանեց կանգնեցրեց ոտքի, այլ այն զորությունը, որով որ իրանք գործկառաքելոցի հենց առաջի գլխում լցվել էին։ Որովհետև ասում է հենց 1:8-ում է, որ ասում է Սուրբ Հոգուն, ասում է զորություն կիչնի եւ դուք զորություն կառնեք եւ հետո իմ վկաները կդառնաք։ Իմ վկա դառնալը, երբ որ առանց Սուրբ Հոգու զորության է, դա Եհովայի վկաներն են։ Բայց երբ որ Սուրբ Հոգու զորությամբ ես դու վկայում, դա իրա վկաներն, դա իրա վկան, այս վկայության մասին է խոսքը, որովհետև երբ որ մենք վկայում ենք դատարկաբանորեն, այդ գիտեք որն է, այն որ խոսում ես մարդկանց ճիշտ բաներ, ավետարանից, աստվածաշնչյան համարներ, մարդը մտածում ասում է, այս մարդ երբ պետք է պրծնի։ Բայց երբ որ մարդ խոսում է Սուրբ Հոգով լցված, մարդիկ փոխվում ապաշխարում են, որովհետև այս նույն Պետրոսը նույն գործկառաքելոցի մեջ ասում է Սուրբ Հոգով լցված խոսեց եւ ասում է 3000 մարդ ապաշխարեց։ Խոսքը կարևոր է, թե որտեղից է, ոնց է։ Եթե դու խոսում ես Սուրբ Հոգու հետ ունեցած հարաբերությունից, հաղորդակցությունից, դա օրիգինալ է, դա կենդանի է։ Բայց եթե դու խոսում ես չոր մի հատ գիտություն, դա ոչ մի բանի օգուտ չունի։ Որովհետև այդ որ ձեր փորից կենդանի ջրեր դուրս կգան, գետեր կբխեն։ Այդ բխելը այդ Սուրբ Հոգու գետերն է, նկատի ունի այն ինչով որ դու լցվում ես, դու դրանից էլ կխոսաս։ Երբ որ մարդը Սուրբ Հոգու ներկայությունով է լցվում, Սուրբ Հոգու ներկայությամբ լցված է խոսում է, ու երբ որ Պետրոսը բերանը բացեց, ասում է այդ Սուրբ Հոգու ջրերի այդ գետերը բխեց, ու երբ որ բխեց, ասում է ես չգիտեմ դու գետ տեսել եք թե չէ, նորմալ։ Չեմ ասում մեծ։ Գետը, այս մեր տեսած գետերը, որ այստեղ տենում ենք, որ սենց նայում ես ոնց որ լիճ է լինի։ Քեզ թվում է կանգնած է էլի ինքը։ Օրինակ գետը ես տեսել եմ, դա դեպի այդ գետն է։
որ այս վերջերս հիշում եք, որ տաղետ եղավ, Ալավերդին քշեց տարավ։ Այդ է գետը։ Դա ահավոր մի բան է։ Դա սարսափելի բան է։ Ու երբ որ ասում այդ գետերը կբախի, ես մոտավորապես հասկանում եմ, թե դա ինչ հասկանում, որովհետև ջուրը ամեն բան քանդում տանում է։ Մոստեր քանդեց, շենքեր քանդեց, ուղակի բրթեց տարավ։ Ու երբ որ ասում Սուրբ Հոգու գետեր կբխի, ինքը սա նկատի ունի, որ այն ինչ որ հոգուց քո մեջից դուրս կգա, ինչ ուզում է դրա անունը լինի, ով որ կանգնեց, մտավ դրա մեջ, կքշի կտանի։ Քո խնդրեմը ոչ թե քո խնդիրներն է, որ այստեղ ունես, կամ տուն ունես, կամ գործի տեղը, կամ վիսին որտեղ։ Քո խնդրեմը այն է, որ դու ուղակի երբեմն Սուրբ Հոգով չես լցվում։ Քեզ հերիք է ընդամենը իր ներկայությունը։ Ու մեր որ ասեց այսքանը հերիք է։ Պողոսն ասում է քո շնորհքը մեզ հերիք է, քո շնորհքը այսքան է մեզ։ Այն որ ունենք ընտիրա։ Պողոսն ասում է, քո շնորհքը մեզ բավ է։ Այո։ Եվ դրա համար է ասում, որ Եփեսացիների մեջ ասում է, սրա համար ասում է հոգով լցվեցեք։ Չի ասում հոգով լցվեցեք, նրանց առաջ ասում է մի արփենակ գինով։ Դրա մեջ անառակություն կա։ Գինով հարբենալը լավ բան չի։ Բայց ասում է Սուրբ Հոգով լցվեք, որովհետև Սուրբ Հոգով լցված մարդն է, որ պիտանի է Աստծո թագավորության համար։ Հարբած մարդը, գինով հարբած մարդը Աստծո արքայության համար հարմար չի, պիտանի չի։ Դու ինչ կարա անի, ոչ մի բան։ Այդ հարբեցողությունը հիմա պարտադիր չի մարդ հարբեցողը լինի, էլի գինիով։ Իհարկե դա չեմ ասում, որ եթե լավ հարբեցող է, լավ նորմալ է, նորմալ չի։ Պարզ ասում է, մի հարբեցեք։ Բայց ասում է Սուրբ Հոգով լցվեք։ Ինքը ասում է, որ Սուրբ Հոգով հարբենալն է, որ մարդուն դարձնում է ինչ որ մի բանի համար պիտանի։ Առանց Սուրբ Հոգու լեցունության մարդը հոգևոր ծառայության համար պիտանի չի։ Ինչքան ուզում ես գիտելիք ունեցի։ Եթե Սուրբ Հոգով լցված մարդ չես, դու պիտանի չես Տիրոջ ծառայելուն։ Կներեք, որ սենց եմ ասում։ Մի օր ասեցի ծուռը նստենք դուզը խոսանք, վերջում մեր քույրերից մեկը հայոց լեզվի մասնագետ էր, ասեց Գեղամ ջան, այդպես ճիշտ չէ։ Դե ասես շիտակ նստենք, ուղիղ խոսենք։ Հիմա եկեք շիտակ նստենք, ուղիղ խոսենք, ողջույն գայանքուր։ Հիմա եթե մարդը Սուրբ Հոգով լցված չի, դու ինչ ուզում ես արա, անօգուտ է։ Ինչքան ուզում ես շատ անգիր համարներ իմացի, ինչքան ուզում ես ժամերով աղոթի, անօգուտ է։ Երբեմն մարդիկ նեղանում են, որ իրանք, ասենք, եկեղեցուն որևէ ծառայություն չունեն կամ ուշադրության չեն արժանանում։ Հիսուսին ոչ մեկ ուշադրություն չդարձրեց։ Հիսուսին ոչ մեկ ուշադրություն, ծառայություն չտվեցին իրան։ Ինքը անապատից մտավ քաղաք, ուղղակի քաղաք մտավ։ Բայց երբ որ ինքը քաղաք մտավ, ասում է, չէ, որ Սուրբ Հոգով լցված էր, Սուրբ Հոգու զորությամբ մտավ, ասում է անմիջապես համբավը տարածվեց։ Ինքը ուղղակի Սուրբ Հոգով լցված մարդ էր։ Սուրբ Հոգով լցված մարդու համար կարևոր չի իրան եկեղեցում ծառայություն կտան, թե չեն տա։ Եթե տան, եկեղեցու համար ավելի լավ։ Եթե չկան, ավելի վատ իրանց համար։ Բայց եթե մարդը Սուրբ Հոգով լցված է, դու ուզում ես մտի։ Դու ուզում ես գնա, ինքը քայլում էր, ասում են դու ուրիշ ես, դու ոնց է, դու դեսի ով է, այսով ասա։ Բայց եկեղեցում էին ասում, դուրսն էին ասում։ Սուրբ Հոգով լցված մարդը մարդկանց ուղիղ հասկանալու բանը չի։ Քեզի նայում են, ասում են այսով է, ոչ թե այսով արա, այլ այսով է։ Հիսուսին տենց էին ասում։ Խի, որտեղ Սուրբ Հոգով լցված էր, ասում են սա ուրիշ ձև է խոսում։ Սրա խոսքը տարբեր է, սրա խոսքը նման չի։ Ինձ որ խոսում է ոնց որ մի տեսակ իշխանություն ունեցողի պես է խոսում։ Հիսուսն ասում էր, գիտեք խի, որտեվ ինչ որ տեսել եմ, այդ եմ խոսում, ինչ որ լսել եմ, այդ եմ ասում։ Ես ինձանից չեմ ասում, հորը անելուց տեսել եմ, ասում եմ։ Այն ինչ որ տեսել եմ, ինչ որ երբ որ դու խոսում ես, այն ինչ որ դու ունես, այդ իշխանությունով է, որովհետև քո ունեցածից ես ասում։ Բայց երբ որ դու խոսում ես, այն ինչ որ ճիշտ է, դա քոնը չի։ Հետևաբար, ինչքան ուզում ես ճիշտ բան ասա, մարդու վրա որևէ փոփոխություն, ազդեցություն դա չի բերի։ Բայց երբ որ դու խոսում ես քո վերապրումներից, քո ճանաչողությունից, որովհետև մի ուրիշ տեղ ինչ ասում,
Հռոմեացիների մեջ նորից ասում է, նույն ինքը հոգին վկայում է մեր հոգում, որ մենք Աստծո որդիներ ենք։ Սուրբ Հոգու հետ հաղորդակցության ժամանակա, որ մենք ճանաչում ենք մեր ինքնությունը, թե ով ենք մենք։ Սուրբ Հոգին է, որ մեզ բացում է, որ ես եւ Հայրը մեկ ենք։ Այսինքն իտի Հիսուսն ասեց, չէ, որ ես եւ Հայրը մեկ ենք։ Հիմա Նիկոդեմոսին էլ ասեց, եթե մեկը հոգուց չծնվի, չի լինի։ Հիմա եթե մեկը մարդուց է ծնվում, ինչ է? Մարդ։ Եթե մեկը շատ ներողություն արտադրությամբ, էշից է ծնվում, էշի քուռա կա։ Բայց եթե մեկը Աստծուց է ծնվում, ինչ է? Աստծո որդի։ Հիմա երբ որ մարդ հաղորդակցվում է Աստծո հոգու հետ, այդ հոգին է այդ հայտնությունը տալի, որ մարդը ով է, մարդը ինքը ճանաչում է իրան։ Աստված այդ հայտնությունն է տալի, թե դու ով ես։ Որովհետև այն ինչը որ մեր ինքնությունն է, էլի մեր ինքնությունն է բացահայտվում։ Եվ այդ ինքնությունը քեզ չեն կարող ուրիշները ասել։ Ինչ էլ որ ես քեզ ասեմ, մեկը դու կարող ես լսես, կարող ես չլսես, կարող ես հասկանաս, կարող ես չհասկանաս։ Կարող է, ամեն բան կարող է լինի։ Ինչ էլ որ ես ասեմ, դա այդպես քո վրա չի ազդի, երբ որ դու ինքդ Սուրբ Հոգու հետ հաղորդակցության ու հարաբերության մեջ բացվում է քեզ, կամ դու ճանաչում ես, կամ դու տենում ես։ Այն ինչ որ ինքն է տալի, իր նմանը ոչ մեկ քեզ չի կարա տա, որովհետև իրանը օրիգինալն է։ Իմը իմ համար է, քոնը արդեն դու պետք է փորես, դու պետք է գտնես, դու պետք է վայելես, դու պետք է վերապրես։ Ես չեմ կարող քեզ բացատրել, թե ոնց է հաղթանակի համը։ Ես չեմ կարող քեզ բացատրեմ որևէ մրգի համ, մինչև դու չուտես, այդ համը չես զգա։ Մի ուրիշ համարի մեջ ասում է, որ որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ ինչ է, ազատություն է։ Ազատություն, մարդու կյանքի մեջ ազատություն բերողը դա մարդը չի։ Մարդու կյանքի մեջ կապանքներ քանդողը դա Աստծո հոգին է։ Մարդու մեջ կապանքներ քանդողը դա մեր ուղակի անդադ նախատինքը չի, որովհետև մենք երբեմն մարդկանց կյանքի մեջ տենում ենք բաներ, որ իրանք անում են, հիմա անում են, որովհետև կապված են, այո, անում են, որովհետև գերի են դրան, այո։ Բայց ինչքան ուզում ես դու մարդուն ասա, դու գիտես, որ դու գերի ես։ Դա իրան չի ազատում։ Դու ինչքան ուզում ես մարդու խնդիրը իրան ցույց տուր։ Ինքն էլ գիտի։ Ինքն էլ գիտի։ Մարդը, ամեն մարդ ինքը գիտի իր խնդրեմը։ Միգուցե կան մարդիկ, որ չեն հասկանում, բայց այն ովքեր որ հասկանում են, երբ որ մենք էլ կողքից ասում ենք, դա ոչ մի բանով իրանց օգուտ չի բերում։ Որովհետև միակ բանը, որ կարող է մարդուն փոխել, ազատել, արձակել, դա Տիրոջ ներկայությունն է, Տիրոջ հոգին է։ Զորով չի, ուժով չի, զորությունով չի։ Դու չես կարող ուժով մարդուն ազատես։ Որովհետև այդ ինչի հետ որ մարդը կապված է ներքուստ։ Եվ որպեսզի այդ մարդու ներքին այդ բանի մեջ իրան ազատես մտքի մեջ, որ ինքը ազատվի, քեզ պետք է այդ մարդու մտքի մեջ հեղափոխություն արվի։ Իսկ հեղափոխությունը մտքի մեջ արվում է մենակ հոգու միջոցով։ Երբ որ Սուրբ Հոգին է կպնում այդ մարդուն, երբ որ Սուրբ Հոգու ազդեցությունն այդ մարդու վրա գալի, այդ ժամանակա որ մարդը վայելում է այդ ազատությունը, մարդը պրծնում է։ Բանտեր բացողը Սուրբ Հոգին էր, Բողոսն ու բանը Շիղան, երբ որ բանտի մեջ էին, ասում է Տիրոջ հրեշտակը եկավ ու շարժեց այդ տեղը, ու այդ շարժը քանդեց այդ մարդուն, բանտը, ու երբ որ շարժվեց, ասում է իրանց այդ կապանքները, դռները բացվեց, իրանք ազատվեցին։ Ինչ ազատեց? Սուրբ Հոգին, Տիրոջ գործը, Տիրոջ հրեշտակը։ Երբ որ մենք իսկապես Տիրոջ գործի մեջ ապրում ենք, հաղորդակցվում ենք իր հոգու միջոցով, այդ ժամանակա որ մեր կյանքի մեջ բան է փոխվում, ազատություն է, ասում է, չէ, գերիները թող ասեն, որ մենք ինչ ենք, ազատ ենք, չէ։ Գերիներին ասում է ազատություն կքարոզվի։ Ոնց? Սուրբ Հոգու միջոցով։ Գերիների ազատությունը մենակ հոգու միջոցով է։ Ուրիշ ձև դու չես կարող ասես, գիտեք, դուք ազատ եք։ Ոնց եմ ազատ, գերության մեջ եմ։ Դա դե հրճակի։ Հրճակում ենք, բայց էլի գերության մեջ ենք։ Եվ ինչ անենք, ասում է, երբ որ հենց էս է, էլի, որ պետքա հոգու մեջ տանես մարդուն, Սուրբ Հոգուց դուրս գա քո խոսքը, որ ոչ թե դու իրան ասես, դու գիտես, որ դու ազատ ես, դու իրան ասես ազատ ես ու ինքը այդ ազատությունը զգա։
որ մարդուն ասես դու բժշկված ես, ասի բայց ցավում է ոնց որ չէ, դու ասա ազատ բժշկված եմ։ Իհարկե, ես նկատի չունեմ, որ երբեմն պետքա որ դու իսկապես դավանես քո խոսքով, ասես որ այո, թեպետ ես զգում եմ ցավ, բայց ես հավատում եմ, որ ես բժշկված եմ, որովհետև մի հատ պատմություն էլ պատմում եմ այս բանով, մի հատ մարդ, որ բեմից վկայում է, ասում է, որ Տերը իմ քաղցկեղը կոկորտի բժշկեց տարավ, ու իր կոկորտը տենց ուռատ խոսում է, ու մարդիկ տենում են, էլի ասում են, բայց ո՞նց է, էլի իրանց մեջ, ասում եմ, այս մարդը մի հատ հայլու մեջ որ նայ, կտենա, էլի որ այդ ուռուցքը կա։ Հետո մի քան ժամանակ հետո եկեղեցում էլի Հովնասում ով վկայություն ինչ ունի, թող գա ասի, այս կինը նորից գնում, ասում է, ես սենց բան ուռուցքով հիվանդ էի եւ Տեր ինձ ազատեց։ Ու տենց նայում են, ասում են, դե լավ, դե հիմա կինա ոչինչ, թող ասի էլի։ Երևի սիրում է խոսա։ Վերջին որ մի անգամ էլ էլի հելում բեմ տենց ասում, վկայում է, որ Տեր իմ ուռուցքը բուժեց, եկեղեցու տալիս մին ասում է, քույրիկ ջան, դե գոնե հայլու մեջ գնա քեզ նայ, չես տենում, որ այդ ուռուցքը տենց վզիտ վրա կաղնած է։ Ասում է Տեր, ես տեսնում եմ, որ բուժվել է, բայց որպես իրանք էլ տենան, թող էսի գնա։ Այսի հավատք է։ Ես չեմ խոսում սրա մասին։ Իհարկե, դու պետք է որ այն ինչին որ հավատում ես, իսկապես հավատաս։ Կապ չունի ֆիզիկապես ինչ է երևում։ Բայց երբ որ մենք ուզում ենք ազդեցություն ունենանք ուրիշի վրա, մենք պետք է կարողանանք Սուրբ Հոգով լցված դա անենք, որովհետև այն մեր խոսքը ազդեցություն կունենա, եթե դա Սուրբ Հոգով լցված խոսք է։ Եթե այդ խոսքը ծնված է Սուրբ Հոգու հետ հարաբերությունից, հաղորդակցությունից։ Իսկ այն որ մարդիկ կարող են իրանց հավատքի հռչակումները անել, խոսքերը ասեն, դա նորմալ է։ Այո, երևույթները տարբեր է լինում, շատ հակասական, բայց մենք չենք նայում այն հակասություններին, որովհետև մեր հավատքի հետ այս աշխարհը հակասության մեջ է, ամբողջությամբ։ Բայց մենք չենք նայում այս աշխարհին։ Մենք չենք հիմնվում այն փաստերի վրա, որ այս աշխարհը մեզ ասում է։ Մենք հիմնվում ենք Աստծո խոսքի ճշմարտության վրա եւ հայտարարում ենք այդ ճշմարտությունների մասին։ Իհարկե, ես սրա մասին որևէ վեճ չունեմ։ Ուր հասանք։ Երբ դիպրստենք։ Տիգրան ջան նվագես։ Հռոմեացիների 8-ի մեջ էլ ասում է 1-ից 2 համարներ ասում է դատապարտություն չկա Հիսուսի մեջ եղողներին, որովհետև Քրիստոսի կենարար հոգու օրենքը ազատեց մեզ մեղքի ու մահվան օրենքից։ Հիշում եք, չէ, նախկինում մարդիկ իրանց արդարությունը օրենքից էր, բայց հետաքրքիր է, որ այստեղ ասում է, որ դա մեղքի օրենքն էր։ Այսինքն դա այն օրենքը, որ մարդիկ անում էին, պահում են, դա արդարության օրենք չէր։ Դա մեղքի օրենքն էր։ Ու ասում է, որ այստեղ այդ օրենքից մեղքի ու մահվան օրենք եւ ասում է մահվան օրենք։ Պատկերացրեք տարիներ մարդիկ այդ օրենքներով ապրել են ու պարզվում է որ դա մեղքի ու մահվան օրենքներն են պահել։ Ու այստեղ ասում է հիմա էլ դատապարտություն չկա այդ Հիսուսի մեջ եղողներին, որովհետեւ Քրիստոսի կենթանարար հոգին, որովհետեւ այդ հոգին կենթանություն է բերում, այդ հոգին կենթանարար է, ինքն է որ մարդկանց ազատում է մահվան օրենքից։ Այդ հոգու մեջ կա ոչ միայն ազատություն ֆիզիկապես, ոչ թե միայն այդ ֆիզիկական ցավերից, ֆիզիկական խնդիրներից, այդ հոգու կենթանարար զորության մեջ կա նաև ազատություն, փրկության, մարդու հոգու փրկության, որ ամենակարևոր բանն է, որ մարդը իսկապես փրկված է, որ մարդը գիտի, որ ինքը ազատ է մեղքի ու մահվան օրենքից։ Եթե որևէ մարդ որ փորձում է իր արդարությամբ, իր բարեվարկությամբ, իր այտենց օրինակելի վարքով հասնի ինչ որ մի հատ բանի, որ Տիրոջ առաջ արդարանա, դա անիմաստ բան է։ Մենք բարեվարկություն չենք ցուցաբերում, որովհետև այտենց լավ է, այտենց ճիշտ է։ Դա ընդհանրապես հետևանքն է այն լեցունության, որով մենք ապրում ենք։ Մենք չենք կարող ցույց տալ, մենք չենք ապրում ցույց տալու համար,
Մենք չենք ապրում ինչ-որ մեկին, ինչ-որ բան ապացուցելու համար։ Մենք ուղղակի ապրում ենք Սուրբ Հոգով լցվելու համար։ Ինչի, որովհետև ասում եմ դուք Սուրբ Հոգու տաճար եք։ Ինչի, որովհետև ասում եմ ինձ մարմինը Իրանն է։ Ինքը այդտեղ բնակվում է։ Մի ուրիշ տեղ էլ ասում է, որ չգիտեք, չէ, ասում է, որ դուք տաճար եք եւ Աստծո արքայությունը որտեղ է, ուրիշ տեղ մի փնտրեք։ Երբեմն մարդիկ Աստծո արքայությունը պատկերացնում են, որ երկնքում է, ինչ որ այդ նոր Երուսաղեմում է, որ պիտի լինի։ Ասում է Աստծո արքայությունը ձեր մեջ է։ Ինչի համար է մեր ներսը համատում Աստծո արքայության հետ։ Որովհետև Սուրբ Հոգին է այդտեղ ապրում։ Որտեղ որ ապրում է ինքը, այդտեղ արքայություն է։ Որտեղ որ կա Սուրբ Հոգին, այդտեղ կա կյանք։ Կյանքը նկատի ունենք իրական կյանքը։ Այն որ մարդիկ երկրի վրա ապրում են ու մտածում են, որ իրանք կյանք ունեն, այդ կյանքը ժամանակավոր կյանքն է։ Բայց երբ որ ավետարանն է խոսում կյանքի մասին, ինքը ասում է ես եկա որ կյանք ունենաք, բայց ել ավելի ունենաք։ Հիմա մարդիկ այդ կյանքը ունեն, բայց նրանք ովքեր որ իրաց ներսում արքայություն կրում են, նրանք ունեն այն շարունակություն, որ ասում է ել ավելի։ Այդ ել ավելի ունենալը նրանք են, ովքեր որ ապրում են կամ լցված են Սուրբ Հոգով։ Դա է մարդու տարբերությունը, այն մարդու եւ հոգեվոր մարդու։ Մարմնավոր մարդը ապրում է իր կյանքը, ամեն մեկը ասում է, չէ, մի կյանք ունենք, այս կյանքը պետք է ապրենք։ Շարժ չկա, ոնց կուզես։ Եթե ուզում եք դժոխք գնաք, պաժալուստա, ձեր գործն է։ Ամեն մարդ ինքն է ընտրում։ Ես ոչ մեկին չեմ կարող ստիպեմ զորով։ Երբեմն փորձում եմ համոզեմ, բայց եթե չի համոզվում, իսեր Աստծոյի։ Քո գործն է։ Եթե Աստված քեզ չի ստիպում, չնայած եթե իմանամ ծեծեմ կփոխվի, կծեծեմ։ Բայց ինքն ասում է ոչ ուժով է, ոչ էլ զորությունով է։ Մեր խոսքը այսօր սրա մասին էր։ Ոչ ուժով է, ոչ էլ զորությունով է, այլ Աստծո հոգով է։ Եթե գիտես, որ ինչ-որ մի բան քո ներսիդ մեջ քեզ խանգարում է, եթե բան կա, որ մենակ դու գիտես, ուրիշ մարդ չգիտի, մի էլ ասա, ոչ մեկին մի ասա, հավատա, ոչ մեկին չի էլ հետաքրքրում քո խնդրեմը, որովհետև ամեն մարդը իր խնդրեմ ունի։ Եկեք ոչ թե մենք մեր խնդիրները փորձենք լուծում տանք, չնայած անկեղծ հանուն արդարության ասեմ, երբեմն եթե զգում ես իրոք, որ քո մոտ դժվար է, եթե իրոք զգում ես, որ քեզ դժվար է, իրոք իսկականից դժվար է, գտի մեկին, որ համապատասխան է։ Այսինքն այս մարդու մոտ խոսա, որ գիտես, ասենք, 50 հոգու մեջ չի ասի, բան, չի պատմի։ Այդ վստահելի մարդ ճարի քեզ, որ իրոք վստահում ես, որ գիտես, որ էդի որ ասում ես, ինքը իր այդ գերեզմանա տանելու։ Կիսվի հետը, միգուցե օգնի քեզ, աղոթի քո համար, բանան։ Բայց եթե չկա այդպես մարդ, որին որ դու վստահում ես, կարաս քո մեջ ասես Սուրբ Հոգի։ Հիշում եք այդ պատմությունը, օրինակը որ բերեցի, որ ասում եմ, այս տղեն ինքը իր մեջ ասես, Տեր, ես այդ մխիթարությունն ուզում եմ զգալ, ուզում զգալ։ Հիմա կարող է քոնը մխիթարություն չի, չգիտեմ ինչ է իր անունը, կամ կարող է հենց այդ է։ Հիմա դու ինքդ քո մեջ կարաս իր հետ խոսաս ու ասես, Տեր, ես էլ եմ ուզում։ Այս բանը ուզում եմ իսկապես ես զգալ, ուզում եմ ստանալ։ Ես ոչ թե աղոթում եմ ասա, որ ինչ որ խնդիրների համար, որ դրանք լուծվեն, ես վստահում եմ քեզ։ Ուղղակի վստահ ենք իրար։ Թե չէ մեկ-մեկ որ մենք մանավանդ որ մարդիկ մոտենում են ասում են ինչի համար կուզեք աղոթենք, հիմա մեկ ասում են որ տղես ամուսնանա, մեկը չէ, վատ բան չի, նորմալ է։ Մեկը հարցիս համար, մեկը որ Հայաստանից էս մեկը գա, ստացվի, ճամփեն։ Դե վատ բան չի, բայց եկեք հոգևոր բաների մասին մտածենք։ Իսկապես Աստված գիտի հոգ տանել։ Ես հավատում եմ սենց, որ եթե նույնիսկ դու չաղոթես քո տղու ամուսնության համար, բայց լցվես Սուրբ Հոգով, անպայման քո տղեն ամուսնանալու է։ Անպայման։ Բայց ինչի դա պետք է։ Ես քեզ պետք է։
Սենց ավելի լավ է, հլը իրան հարցերով։ Եկեք իրոք խոնարհվենք իր առաջ։ Ասենք Սուրբ Հոգի լցրում ես։ Լցրու քո հոգով։ Լցրու քո զորությունով։ Որ ոչ թե մենք մեր մարդկային զորությունով սկսենք ապրել, այլ քո Սուրբ Հոգու զորությունով։ Այն զորությունով, որ Հիսուսը սկսեց ծառայել։ Այն զորությունով, որ Հիսուսի հեղինակությունը բարձրացրեց, տարածեց, համբավը տարածեց։ Թող որ Տեր քո զորությունը իսկապես զորացնի մեզ։ Մենք քո զորության կարիք ունենք։ Թող որ մեր համբավը Սուրբ Հոգու ազդեցությունից լինի, Տեր։ Թող որ մեր խնդիրները ոչ թե մեր համար պրոբլեմ լինեն, որ ասենք Տեր անապատը, այլ ընդհակառակը, այդ անապատը մեր համար մի հատ հող լինի, որտեղ որ մենք կարող ենք քեզ հետ հանդիպել։ Այդ անապատը մի հատ տեղ լինի, տեղ, որտեղ որ մենք կարող ենք ասել. Դու ես մեր Աստվածը։ Այդ անապատի մեջ էլ Տեր մենք մեր պարտեզները գցենք, մենք մեր պարտեզները վայելենք, որովհետև ինչպես որ Սաղմոսի մեջ ասում, այդտեղ պետքա պտղաբեր այգի դառնա։ Մենք մեր անապատի մեջ չենք մեռնի։ Քո անապատը քո մահվան տեղը չի, քո անապատը այնտեղն է, որտեղ պետքա դու ջրհորներ փորես, հենց այդտեղ, որովհետև այդպես է հավատքը այդտեղ է։ Եվ Սուրբ Հոգի, աղոթում եմ, որ դու իսկապես առաջնորդ ես ամեն մեկիս մեր կյանքի ամեն մի ոլորտի մեջ, ամեն մի ոլորտի համար։ Թող որ իսկապես Տեր քո կյանքի գետի ջրերը դրանք մեր ներսից բխեն, Տեր։ Մենք դրա կարիք ունենք, որ մեր ներսից բխեցնենք քո գետերը, Տեր։ Շատ անգամ մեր ներսից շատ սխալ բաներ են դուրս եկել, շատ սխալ բաներ են ասել, շատ սխալ բաներ են հայտարարել։ Բայց հիմա մենք Տեր փոխում ենք մեր որոշումը եւ մենք հայտարարում ենք, որ դու ես Տերը։ Եվ մենք հայտարարում ենք Տեր, որ դու ես ամենակարողը, որ հավատացողին ամեն բան կարելի է, Տեր, որ Սուրբ Հոգին է, Տեր, կենդանություն բերողը, եւ մենք քո հոգու ներկայությունն ենք կանչում։ Եվ ուզում ենք, Տեր, որ մենք լցվենք քո հոգով։ Սուրբ Հոգի, մենք հանձնված ենք քեզ։ Սուրբ Հոգի, մենք պատկանում ենք քեզ։ Ուղղակի քո ներսից բարձրացրու ոչ թե քո կարիքը, այլ ասա այն, ինչը որ գիտես, որ ինքը ուզում է։ Խոսա իր հետ։ Շփվի իր հետ։ Հիմա այն ժամն է, որ դու պետք է լցվես։ Ուղղակի լցվի Սուրբ Հոգով։ Փորձի լցվես ու տես ինչքան լավ է դա։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի։ Ինքը հետաքրքիր է, միտեղ քամու պես է, միտեղ կրակի պես է։ Հիմա եթե ուզում ես, որ ինքը քեզ քամու պես կպնի, թող քամու պես կպնի, եթե ուզում ես կրակի պես, թող կրակի պես կպնի։ Ինքը զորության հոգի է։ Ինքը խաղաղության իշխան է։ Սուրբ Հոգի։ Քո խնդիրներին մի նայի։ Դու մի ապրի խնդիրներիդ մասին մտածելով։ Երկնքի մասին մտածի, որովհետև ասում է խնդրեք եւ այն ամեն ինչ որ ուզում եք ավելիով պիտի ստանաք։ Իսուս, բարքես Տեր, բարքես Տեր։ Հայր, մենք գոհանում ենք քո ինքնիշխան լինելու համար, քո բացարձակ լինելու համար, քո թագավոր լինելու համար եւ քո թագավորությանդ մեջ մեզ թագավորություններ շնորհելու համար,
որովհետև գիտենք, Տեր, որ մենք քո թագավորության մեջ, քո թագավորության ժառանգողիցներդ ենք։ Եվ մենք քեզ բարձրացնում ենք, Տեր, մեր սրտի շնորհակալությունը, որ իսկապես երկրպագություն է, դա երկրպագություն է, Տեր, որ իսկապես մեր սիրտը լիքն է այդ ուրախությունը, որտեղ որ քո հոգին է, այդտեղ ուրախություն է, այդտեղ խաղաղություն ու արդարություն է, Տեր։ Եվ մենք մեր սրտից քեզ ենք տալիս ամբողջ փառքը, պատիվը, մեծարանքը։ Եվ թող որ Տեր ամեն մի սրտի մեջ գա քո բժշկությունը, թող ամեն մի հոգու մեջ գա քո վերականգնումը, թող ամեն մարդու մեջ Տեր դադարի մարդկային ինքնադատապարտությունը, թող դադարի ինքնախարազանումը, Տեր, թող քո հոգին բժշկի ամեն մի վերք, ամեն մի սիրտ, թող քո հոգին վերականգնի ամեն մի ընկած, թուլացած, տկարացած հավատք, Տեր, թող քո հոգին զորացնի ամեն թուլացած ձեռքեր ու ոտքեր, Տեր, թող քո Սուրբ Հոգին, Տեր, կանգնեցնի, Տեր, թող քո Սուրբ Հոգին բացի թևերը, Տերս, ամեն մեկի, ով որ կարիք ունի, Տեր, թող այստից գնա զորացած ու լցված Հիսուսի անունով, Տեր, ամեն, ամեն։